Մարդը հոգևոր եւ մարմնավոր աշխարհների միջասահմանն է, օղակն է։ Հոգևոր եւ մարմնավոր, նյութական եւ աննյութական աշխարհների կապող օղակն է։ Աստված այդպես է ստեղծել մարդուն։ Ինչու մարդու ստեղծումը առաջին օրը, երբ որ Աստված ասաց թող լույս լինի, եղան լուսեղեն, հրեղեն էակներ, հրեշտակներ։ Երկրորդ օրից սկսած արդեն նյութական աշխարհը ստեղծվեց, երկիրը բուսականությամբ, ծառերով, ծաղիկներով, երկինքը աստղերով, լուսինով ու արեգակով։ 6-րդ օրը նոր ստեղծվեց կենդանական աշխարհը։ Կենդանական աշխարհը 1 աստիճան բարձր է, քան բուսական աշխարհը։ Ինչով է բարձր։ Որովհետև կենդանական աշխարհը ունի զգացողություն, զգայարաններ։ Բույսը չի տեսնում, կենդանին տեսնում է։ Բույսը չի լսում, կենդանին լսում է։ Բույսը չի շոշափում, կենդանին շոշափում։ Բույսը չի ճաշակում, կենդանին ճաշակում է։ Եվ այս ամբողջ արարչությունից հետո նոր մարդուն ստեղծեց։ Մարդը 1 աստիճան ավելին է, քան կենդանին, 2 աստիճան ավելին է եւ շատ մոտ է հրեշտակների։ Մարդը ունի զգայարաններ, կենդանի նման, աճում է բույսերի նման, մտածում է հրեշտակների նման։ Ինքնիշխան կամք ունի, երկնքի հրեշտակների նման կամք ունի։ Ընտրության հնարավորություն, ինչպես հրեշտակներն ընտրության հնարավորությունն է։ Եվ այստեղ հենց ծածկված է մարդկային արարչության, մարդու արարչության առեղծվածը։ Աստված մարդուն ինքնիշխան ստեղծեց, կառավար ստեղծեց կենդանիների, բայց հնազանդ երկնքին։ Եվ հենց այս պահից սկսած մարդու մեջ 2 աշխարհներ են գործում՝ հոգևորն ու մարմնավորը, աննյութն ու նյութական։ Եթե Ադամին པարզ հասարակ մի պատվիրան տրվեց չճաշակել արգելված պտղի, բարու եւ չարի գիտության ծառի պտղից, եւ սրանով այս 2 աշխարհների ներդաշնակությունը կապահովվի, ապահովված կլիներ։ Այսինքն Ադամը կարողանար հրեշտակների նման ապրել, Աստծո կամքին հնազանդ լինել եւ նաեւ մարմնով ապրել դրախտում, որից հետո կտեղափոխվեր երկինքի արքայություն։ Հիմա իդեմս Ադամի մենք անկում ապրեցինք, ընկանք երկիր, չպահեցինք այդ 1 պատվիրանը։ Եվ այդ առեղծվածը, որ կար դրախտում, մարդու արարչությունից սկսած հիմա ավելի դժվարացել է։ Եթե Ադամին մի պատվիրան էր տրված, հիմա մեզ բազմաթիվ պատվիրաններ են տրված։ Բայց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսով այդ ամբողջ բոլոր պատվիրանները դարձան 1։ Դե սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ։